Պարոն Արաքելյան, րոպեներ հետո Սրբազան հայրը քաղաք է վերադառնալու, այսպես ասած տուն է գալիս, ինչ զգացողություններ է, առհասարակ ինչ գնահատական ունեք այս կատարվածի վերաբերյալ։ Ճիշտն ասած, այսպես պետք է չգար, բայց փառք Տիրոջը, որ գոնե էսևով ինքը լրիվ արտարացված պետք է գար, ոչ թե ինչ որ ուղեկցությամբ կամ տնային կալանքի, դա կալանքի մի տեսակ է, որ անընդունելի է մեզ համար։ Միքայել Սրբազանը այնպիսի ապրած տարիներ ունի, այնպիսի կյանք ունի եւ հոգեվոր կյանքում այնպիսի դիրք ունի մեր եկեղեցու հայ առաքելական Սուրբ եկեղեցու մեջ այնպիսի դիրք ունի, որ անընդունելի է ինձ համար իրեն այսպես դիմավորելը, ինքը լիարժեք արտարացված պետք է գար, իր հոդին միանար, մեր գլխին լիներ, բայց եւ այսպես էլի ուրախ ենք, բայց ոչ այնպես, ինչպես որ մեր սրդերն ու մեր հոգիները կուզեր։ Պարոն Ավետիսյան, Արաքելյան, պարոն Արաքելյան, ինչպես է գնահատում այսօր պետություն եկեղեցի այդ կապը մենք տեսնում ենք, որ կա որոշակի լարվածություն, այսպես ասած, եկեղեցու դեմ արշավ է սկսվել։ Ինչ տպավորություն ունեք։ Այդ գնահատականները ոչ թե ես պետք է տամ, այդ գնահատականները ես ասել եմ բազմիցս, հայ ժողովուրդը կտա։ Ինչպես ասում է Վարդան Նիկոլաիչը, ժամանակն հասյալ է։ Մի քիչ էլ համբիրենք եւ կտեսնենք, թե հայ ժողովուրդը ինչպես գնահատական կուտա բոլորին եւ ասված կդա։ Այդպիսի պատմություն է, եթե խորը կուսումնասիրեն 1700 տարվա պատմություն ունեցող հայ առաքելական եկեղեցին առաջի քրիստոնեական ազգը իշքան իր հանդեպ դավեր են նյութ է, իշքան ճնշումներ են կատարել եկեղեցու հանդեպ, իշքան ուզեցել են ցուլել, չի ստացվել ոչ մեկի մոտ, բայց սա անընդունելի է որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես հոդի անդամ, անընդունելի է իմ համար, որ իր պետության մեջ հետապնդվում է։ Ինձ համար որպես եկեղեցու հետևորդ եմ ես խոսում, ոչ թե որպես պաշտոնակատար, այլ սովորական հոգևոր ինձ համար անընդունելի է եւ չգիտեմ, բառեր չեմ գտնում, որ մեկնաբանեմ։ Պարոն Ավետիսյան, Արաքելյան ճիշտ եք ասում։ Իսկ ինչ զգացողություններ են ձեզ մոտ Սրբազանին երկար դադարից հետո այսպես տեսնելու են, բայց էլի կան սահմանափակումներ։ Ասեցի, այդ հարցին պատասխանեցի, անընդունելի է, նորից եմ ասում, բայց այսպես ուրախ ենք, ոչ լիարժեք։ Ես նորից եմ ասում, Սրբազանը արտարացված պետք է գար իր հոդի միանար, որովհետև ես չեմ ընդունում, որ Սրբազանը ինչ որ հանցագործություններ է գործել կամ ինչ որ հանցանք է կատարել։ Դա էլ իրավապահ համակարգը ինձ թվում է ժամանակին այդ ամեն ինչի պատասխանը կտա։